մենք պետք է դիտարկենք եւ բնական տարբերակը, այսինքն ծնելիության աճի խթանումը, անշուշտ դա միայն չպետք է պայմանավորված լինի միանված այսինքն եթե մենք մեկ երեխայի համար 2 միլիոն տանք, այդպես ծնելիություն չենք ունի։ Մենք պետք է այդ ամբողջ այսպես ցանցը ստեղծենք, սկսած մանկապարտեզների, երեխաների քիչ պատրաստման հնարավորություններ եւ այլն, այսինքն սա համակարգային այսպես բաղադրիչներից բաղկացած ամբողջությունը որ պետք է ներկայացնենք։ Բացի այդ շատ կարևոր է նաեւ ժողովրդագրության մասով պետական քարոզությունը, պետական քաղաքականությունը այս մասով, այսինքն պետք է խթանվի, կարևորվի բազմազավակությունը, երեխա ունենալը, իրավամբ պետք է արձանագրենք, որ ամուսնության տարիքը բավականին բարձրացել է, եւ երբ որ բարձր տարիքում, այսինքն 30 տարեկանում են մենակ տղաները 32 տարեկանում են ամուսնանում, այս պարագայում շատ երեխա ունենալը ավելի քիչ հավանական է դառնում։ Այսինքն սա եւս այսպես ընդհանուր զարգացած երկրների հետ կապված տենդենս է։ Եվ մյուս կարևորը այսպես մեխանիկականը, այսինքն ներգաղթի ապահովումը։ Օրինակ մենք 22 թվականին ունեցանք մեծ բոլոր ռուսաստանցիների ներգաղթը Հայաստան, սա պետք է արձանագրեմ շատ քչերը մնացից։ Նույն այդ ժամանակ ես մի քանի հարցադրումներ արեցի, առաջարկություններ արեցի, որ կոնկրետ կառավարությունը պետք է ամեն ինչ անի այս ռուսաստանցիներին Հայաստանի մի մասի շատ արագացված քաղաքացիություն տրամադրելով, օրինակի համար նրանց տեղական խնդիրները կազմակերպելով կրթության, առողջապահության եւ հարցեր, որ մի մասը մնային Հայաստան։ Հիմա չկարողացանք դա անել։ Հիմա նույնը վերաբերում է նաեւ արցախցիների բաժանումը։ Հայաստան գալու 100,000 արցախցի եկավ, որ ըստ էության կարող ենք ասել մեխանիկական այսպես աճ ունեցավ Հայաստանում, բայց 20,000 արդեն Հայաստանից մնացել է։ Ինչ են գնացել, քանի որ չեն կարողանում իրենց սոցիալ-տնտեսական հարցերը լուծել եւ կարևոր նաեւ հանգամանք անվտանգային գործոն։ Այսինքն մենք կարող ենք մեր բնակչության թիվը ավելացնել երկու ճանապարհով։ Կա եթե մենք այս տեմպերով գնանք, մենք այսպես 30 թվականին, 40 թվականներին շատ թույլ 2 միլիոնից մինչև 2.5 միլիոնից ավելի քիչ բնակչություն ենք ունենալու։ Մենք պետք է հասկանանք, որ այս տարածաշրջանում շատ երեխա ունենալով են անվտանգության խնդիրը լուծում։ Շատ կարող է սկոպի թեչի, բայց այդպես է։ Մեր հարևան Թուրքիան արդեն 100 միլիոն է գերազանցի, Ադրբեջանը 10 միլիոն է գերազանցը, Իրանը նույնպես, այսինքն մենք պետք է հասկանանք այս տարածաշրջանի մեր անվտանգությունը երեխաներով պետք է լուծել, ինչքան այսպես կոպիտ չի, սա, այսինքն երեխա ունենանք, անվտանգության հարցը պահենք եւ փորձենք զարգանալ, այսպես ասած, տնտեսապես։ Այս ամենը համար անշուշտ անվտանգությունը առկա է։ Այսինքն երբ որ դու մարդուն անվտանգություն չես ապահովում, մարդը շատ երեխա չի կարող ունենալ։ Այսինքն մենք քաղաքական գործիչների թիմի մեկ խնդիրը պետք է լինի անվտանգության, խաղաղության, որոշակի ժամանակաշրջանի ապահովում, որը ժողովրդական հարցը լուծի։ Խաղաղությունը սա մենակ իշխանության օրակարգ չպետք է լինի, սա նաև ընդդիմության օրակարգը պետք է լինի, մեր շարքային քաղաքացիների օրակարգը պետք է լինի, որ մենք պետք է մեր ժողովրդագրական խնդիրները լուծենք։